Բարև հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա ուծությունը, թարմոծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա ու բերի գերբնական պտուղ, քո կամքի համաձայն, քո խոսքը ճշմարտություն է, թող քո խոսքը իրավիճակների վրա բերի գերբնական փոփոխություն քո կամքի համաձայն, ամեն բան, ինչ որ բարձրացած է քո կամքի դեմ, ամեն բան, ինչ որ շնչավոր է, դիվային է, մարդկային է, կապում եմ ու հնազանդեցնում քո ոտքերի տակ, ամեն բան, որ խոնարհված լինի քո ոտքերի առաջ ու հնազանդվի քո կամքին։ Սատանայական ամեն մի ծրագիր ուղված մեր դեմ, ուղված մեր երկրի դեմ, ուղված հայ ժողովրդի դեմ, Հիսուսի անով կապում եմ ու արգելում եմ դրանց ազդեցությունը ու ծրագրերը։ Հիսուսի անով կապում եմ ամեն սխալ աղոթք, ամեն կախարդություն, ամեն սխալ դավանություն, ամեն սխալ մտածելակերպ, ուղված իմ դեմ, ուղված իմ ընտանիքի դեմ, ուղված իմ հարազատների դեմ, ուղված իմ երկրի դեմ, ուղված իմ եկեղեցու դեմ, ուղված իմ ժողովրդի դեմ, Հիսուսի անունով ամեն բան Աստծո կամքին հակառակ թող լինի կապված ու խոնարհվի Աստծո ոտքերի տակ։ Հիսուս ջան, քո Սուրբ Հոգու կրակով մոխրացրա դիվային ամեն մի ծրագիր, որ ուղված է մեր դեմ։ Քո փառավոր հաղթանակը հայ ժողովրդի վրա, Հայաստանի վրա, քո կամքի վրա, քո տեսիլքի շուրջ բարձրացած ամեն փոթորիկ թող խաղաղվի, ամեն դիվային ծրագիր ուղված քո կամքի դեմ թող ջախջախվի, քո հոգու զորությամբ բեր փառավոր հաղթանակդ ամեն իրավիճակների վրա ու ամեն բան, ինչ որ բարձրացած է կործանելու քո ժողովրդին, թող պտտվի ու դա թշնամու կործանումը դառնա Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր անկեղծ որ ասեմ, հիմնական ուղերձս ուղղված է լինելու Ռուսաստանում ապրող հայությանը, պատճառը նա է, որ այսօր մի երազում տեսա, որ իրականում ինձ անհանգստացնում է, ես չեմ կարող հասկանամ հիմնական պատճառը, ինչի համար է նման բան սպասվում, դա ունի քաղաքական հետևանք, թե այլ պատճառներ, ուղղակի ես կպատմեմ ոնց կա ու ես ուզում եմ դուք ինքներդ հետևություններ անեք, մտածեք այս ուղղությամբ, մանավանդ ովքեր որ ապրում են Ռուսաստանում, իհարկե ով հավատքի մեջ է, աղոթեք, պաշտպանություն խնդրեք, իմաստնություն խնդրեք, որպեսզի ձեր անելիքը իմանաք։ Գիտեք, էլի եղել է, որ ես Ռուսաստանի հետ կապված տեսել եմ երազներ, երբ որ ասել եմ, ես տեսնում էի, որ Ռուսաստանից մարդիկ սարսափած փախնում էին։ Եղել է իրավիճակներ, որ Ռուսաստանում կատարվող դժվարությունների մասին խոսել եմ, եվրոպական մասում ռազմական գործողությունների, հրթիռակոծությունների, որ այդ տարածքը կրակի մեջ էր, տարբեր ժամանակներում տարբեր բաներ Աստված ցույց տվել, որի մասին խոսել ու ասել եմ, բայց այս անգամ այն ինչ որ տեսնում էի լուրջ ուղղվածություն ուներ ու լուրջ անհանգստություն ունեի իմ ներսում տեսնելու ընթացքում, որտեղ դա անմիջապես վերաբերում էր հայերին։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ, երբ որ միշտ ասում էի, որևէ կոնկրետ ազգություն առանձնացված չկար ու դա ընդհանուր բոլորին վերաբերվող բան էր։ Ու այդ ժամանակ կոչով միշտ խոսում էի, ասում էի, որ հայությունը ուշադիր լինի, անհրաժեշտ պահի իմանա, թե ինչպես վարվի, ոնց արագ կողմնորոշվի, որպեսզի լինի պաշտպանված։ Բայց այն ինչ որ հիմա էի տեսնում, գիտեք, կոնկրետ ուղղված էր հենց հայության դեմ։ Երբևէ ես չեմ կարծում, որ Ռուսաստանի տարածքում նման բաներ եղել է, բայց այս անգամ հենց այս ձևով էր ամեն բան պլանավորված։ Գիտեք, բոլորս գիտենք, որ Թուրքիայում, երբ որ 15 թվականի ցեղասպանությունը եղավ,
թուրքերը հատուկ փնտրում էին հայերին։ Դա ուղղված գործողություններ էր հենց հայության հանդեպ։ Դա ցեղասպանություն էր հայության հանդեպ։ Ու իրանք տնետուն մտնելով փնտրում էին ու գտնում էին հայերի ու ոչնչացնում էին, ու իրանց նպատակն էր բնաջինջանել ամբողջ հայությանը։ Ցավոք սրտի այ Ռուսաստանի տարածքում նման բան էր, որ կատարվում էր նորից հայության հանդեպ, բայց գործողություն անողները ոչ թե թուրքերն էին, այլ հենց ռուսներն էին իրանց տարածքում, իրանց երկրում։ Իրանք մտնում էին տնետուն ու հայտնաբերում էին հայերին, ու հայերին հենց փնտրում էին, գտնում էին սպանելու նպատակով։ Գիտեք, ահավոր մի իրավիճակ էր, ես ինքս տեսնում էի ու երազը տեսնելու ընթացքում արդեն ես շատ անհանգիստ վիճակում էի ու չէի հասկանում ինչ է կատարվում, ու նույնիսկ չգիտեի դրա լուծումը որն է, ելքը որն է։ Ես նույնիսկ չեմ կարող հիմա ասեմ, թե ինչն էր պատճառը նման գործողությունների։ Որից եմ ասում, ես երբևէ չեմ լսել, որ Ռուսաստանում նման բան եղած լինի։ Այն ինչ որ կատարվել է Թուրքիայում, դա թուրքական գործողություններն ա եղել հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի ոչնչացման, ու դա եղել է ցեղասպանություն։ Ու սա նույն կոնտեքստի մեջ էր, ամբողջությամբ, ուղղակի տարածքը փոխված էր։ Դրա համար ես ուզում եմ, որ մենք այս ամեն ինչը բերենք Աստծո առաջ։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը, որը մինի Արարատի ասքանազի թագավորությունն է, որպես տարածք, ինքը այո հարձակման տակ է։ Պատճառը նա է, որ մեր 300,000 քառակուսուց հիմա մնացել է ընդամենը 29,000 քանիսը։ Այսինքն ժամանակ առ ժամանակ եղել է հարձակում տարածքի վրա, ու սատանան նպատակային տարածքը գողացել է, զավթել է, որպեսզի այդ տարածքը, որը կանչված է Աստծո ծրագիրը իրականացնելու, թշնամու գերության մեջ լինելով հանդերձ, չկարանա իրականացնի այդ գործողությունը։ Տարածքը եթե զավթվում է իսլամական ուժերի կողմից, այդ տարածքում գործում է իսլամի հոգին, ու բնական է, իսլամը ինքը չի իրականացնելու Աստծո կամքը, ինքը չի պայքարելու Բաբելոնի դեմ։ Իսլամական ուժերը հենց իրանք են, որ ներկայացնում են Բաբելոնը, որը հակաքրիստոսի հոգով լցված դիվային կենտրոններ են, որը ամբողջությամբ իրականացնում են սատանայի ծրագիրը։ Իսկ տարածքը, որը առանձնացված է Հիսուս Քրիստոսի համար, ինքը բարձրանում է Աստծո կամքը ճանաչողության մեջ, Աստծո բանակն է, որը հակառակվելու է սատանայի դիվային ծրագրերին, ու սատանայի նպատակը դարեր ի վեր եղել է տարածքը ոչնչացնելը, վերացնելը, կամ հային տարածքից հեռացնելը, որպեսզի տարածքը հայտնվի իսլամական գաղափարախոսության ազդեցության տակ, որ որևէ մեկը չցանկանա այլևս Աստծո կամքը կատարել։ Նախ հեռացրել են Աստծուց, որ Աստծո կամքը չճանաչեն, իսկ հետագայում էլ լցրել են ուրիշ գաղափարով, որպեսզի ընդհանրապես թշնամու ծրագրերը իրականացնեն։ Սա ինչ վերաբերում է տարածքին, ու ես հասկանում եմ տարածքը ինչի համար է հարձակման տակ, այսքան ընթացքում ու պայքար է գնում տարածքը վերականգնելու համար։ Ահա թե ինչի Աստված ազգերին կոչ անում, որ տարածքը զինեն ու պատրաստեն, դա նշանակում է Հիսուս Քրիստոսի արքայությունը տարածել մինի Արարատի ասքանազի ամբողջ տարածքում, որպեսզի այդ տարածքում ապրող մարդիկ ճանաչեն ճշմարտությունը, Հիսուս Քրիստոսին, իմանան Աստծո կամքը, որ Աստծո կամքը ճանաչելով գիտակցորեն բարձրանան դիվային ազդեցությունների դեմ պայքարում։ Բայց այն ինչ որ այս երազի մեջ էի տեսնում, սա չէր վերաբերվում տարածքին, սա վերաբերվում էր հայ ազգին, հարձակումը ուղղված էր հայ ժողովրդի դեմ։ Գուցե եւ սատանան շատ անհանգստացած է, որ հայ ժողովուրդը
որը ապրում է Ռուսաստանում, ինքը կամաց արթնություն է վերապրում, ճանաչում է Աստծո կամքը, ու քանի որ գիտակցում է իր կարևորությունը Աստծո կամքի մեջ, գիտակցում է իր դերն ու նշանակությունը, որ ունի Աստծո կողմից տրված, ու բացառված չի, որ սատանան որոշել է հայ ժողովրդին կոտորի նաև տարածքից դուրս, մինի Արարատի ասքանազի տարածքից դուրս։ Իհարկե սա իմ ենթադրությունն է, գուցեև կա մեկ այլ պատճառ, որ սատանան կատաղած ձևով ուզում է հայ ժողովրդին Ռուսաստանի տարածքում ոչնչացնի, բայց ամեն դեպքում ինչ պատճառ էլ որ լինի, Աստված ցույց է տալի այն վտանգը, որը սպառնում է, ու բնական է Աստված հենց նենց ոչ մի բան չի ասում, դա զգուշացում է բոլորին, ու իհարկե Աստված ուզում է, որ մենք այս ամեն ինչը աղոթքով բերենք Աստծո առաջ իր գերնական պաշտպանությունը խնդրելու համար, իմաստնություն խնդրելու համար, իրավիճակի մեջ կողմնորոշվելու համար։ Ու եկեք միաբան աղոթենք ու Աստծո կատարյալ կամքի մեջ բերենք ու Աստծո գերնական պաշտպանության մեջ։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով մենք բերում ենք քո առաջ ողջ Ռուսաստանի հայությանը։ Այն ինչ որ դու ցույց ես տալի, ինչի մասին որ խոսում ես, դու անում ես դա նպատակային, սիրելի Հիսուս։ Ես խնդրում եմ քո արյունը ամեն մեկի վրա։ Ես խնդրում եմ քո ներումը ամեն մեկի վրա, քո ողորմությունը ամեն հայի վրա, որ գտնվում է Ռուսաստանի տարածքում։ Ես խնդրում եմ քո շնորհքը, ոչ թե մեր ջանքերը, մեր գործերը, մեր արդար ու ճիշտ կյանքը, մենք բոլորս մեղավոր ենք քո առաջ, ու դա դու իմանալով հանդերձ քո կյանքը տվեցիր մեր համար ու գինը վճարեցիր ամեն մեկիս համար։ Հիմա ով որտեղ էլ որ գտնվում է, ինչ էլ որ անում է, Հայր, ես խնդրում եմ քո գերբնական պաշտպանությունը Ռուսաստանի տարածքում գտնվող ամեն հայի վրա, անկախ իր քաղաքական մոտեցումներից, անկախ իր հայացքներից, անկախ նրանից, թե ինքը ոնց է վերաբերվում քեզ ու քո տեսիլքին։ Ես խնդրում եմ քո ողորմությունը, քո ներումը, քո շնորհքը, քո արյան պաշտպանությունը ամեն հայի վրա։ Ես խնդրում եմ, որ դու քո հրեշտակների բանակը ուղարկես ու բանակ դնես ողջ հայության շուրջ բոլորը, որ գտնվում է Ռուսաստանի տարածքում, որ դիվային բոլոր ծրագրերը ուղղված հայության դեմ հաջողություն չունենա։ Ես խնդրում եմ իրավիճակները խառնես, այն փոսը, որ փորված է հայության հանդեպ Ռուսաստանի տարածքում, թող շրջադարձային այն ձևի փոփոխության ենթարկվի, իրավիճակները այն ձև կտրուկ փոխվեն, որ այդ թշնամին, որը բարձրացած էր կործանելու հայ ժողովրդին, ինքը հայտնվի այդ փոսի մեջ։ Հայր, ես խնդրում եմ, որ դու անես դա քո զորավոր ձեռքով, քո զորությունը փառավոր ձևով թող երևա ամբողջ Ռուսաստանի տարածքի վրա, որտեղ որ կփորձեն հայի դեմ դուրս գան։ Ցույց տուր, որ դու հայի տերն ես, հայի պաշտպանն ես, ու հայը քո ժողովուրդն է։ Ցույց տուր, որ դու հայի Աստվածն ես ու միշտ եղել ես, անկախ նրանից հայը ոնց է քեզ վերաբերվել։ Հիսուս, ցույց տուր, որ դու ես Տերը տերերի, արքան արքաների ողջ հայության վրա։ Քո զորությամբ ներգործիր, քո զորությամբ իրավիճակների վրա բեր փոփոխություն։ Թշնամու վրա թող արձակվի վախն ու սարսափը, իր բոլոր դիվային ծրագրերը թող մոխրանա քո Սուրբ Հոգու կրակի մեջ։ Հայր, ես խնդրում եմ քո պաշտպանությունը ողջ հայության վրա, ողջ Ռուսաստանի տարածքով մեկ։ Իսկ եթե քո կամքն է, որ իրանք լքեն Ռուսաստանը, ու դու դա քո ծրագիրն է, որ նման ձևով իրանց առաջնորդես, որ իրանք վերադառնան հայրենիք, ես խնդրում եմ, որ դու օրհնես այդ ընթացքը, որ իրանց գլխից մաս չպակասի, իրանց ունեցվածքը չկորի, իրանք ամբողջությամբ քո պաշտպանության մեջ վերադառնան ու ավելի լավ կյանքով ապրեն Հայաստանում ու ավելի պաշտպանված, քան եղել են Ռուսաստանում։
որպեսզի որևէ մեկը կորուստ չունենա։ Եթե ինչ-որ մեկը իր բիզնեսը կթողի ու ստիպված դուրս կգա, թող 10 անգամ ավելի ուժեղ բիզնես ունենա Հայաստանի տարածքում ու իր խելքը ծառայեցնի Հայաստանի համար, Հայաստանի բարգավաճման համար։ Բոլոր հոգևոր մարդիկ, որ կան Ռուսաստանի տարածքում, որ իրականացնում են իրենց միսիաները, եթե դա արգելք է դառնալու, որ իրենց միսիան կարողանան շարունակեն, ապա օգտագործի իրենց այն տարածքում, որտեղ կտեղափոխես իրանց, որտեղ իրանք կունենան ավելի մեծ պտուղ ու սատանայի հարձակումը իրանց դեմ ոչ թե կբերի իրանց կործանմանը, այլ ավելի մեծ քանակի մարդկանց հասնելու, ավելի շատ մարդկանց դժոխքից ազատելու, ավելի շատ մարդկանց Հիսուսի փրկության ավետարանը տարածելու։ Օգտագործիր քո զորավորներին, որոնք Ռուսաստանի տարածքում իրականացնում են քո հոգևոր աշխատանքը, քո ծրագիրը, քո կամքը կատարելով։ Եթե իրանք հարկադրված պետք է լքեն տարածքը, ապա քո շնորհքը ամեն մեկի վրա ավելի շատանա ու իրանց վրա օծությունը ավելի շատանա, որ իրանք նոր տարածքներում անեն բաներ, որ երբևէ չէին արել, քանդելով սատանայի իշխանությունը, ազատելով մարդկանց գերությունից այն բոլոր նոր տարածքների մեջ, որտեղ իրանց կդնես։ Քո գերբնական պաշտպանությունը ողջ հայության վրա Ռուսաստանի տարածքում։ Եթե կան եկեղեցիներ հայկական, որոնք վտանգված են լինելու, Հայր ես խնդրում եմ, որ այդ եկեղեցիներում քո հոգին ավելի զորավոր ձևով բարձրանա ու այլ ազգի մարդիկ, որոնք կան այդ եկեղեցիներում, իրանք այդ նույն տեսիլքը տանեն առաջ, շարունակեն այն գործը, որ սկսված է եղել քո հայ միսիոներների միջոցով, որպեսզի որևէ բան սատանային չհաջողվի, քո ծրագիրը որևէ մեկին չհաջողվի կանգնեցնել, խափանել, այլ ընդհակառակը, սա նոր շարժ թող լինի, սա թող նոր հնարավորությունների ժամանակ լինի, որ բարձրանան մարդիկ, որ մինչև այսօր չեն երևացել այլ ազգի, որոնք կկրեն հայ հովիվների փոխանցած տեսիլքը ու կբերեն Ռուսաստանի վրա այն գերբնական փոփոխությունը, քանդելով սատանայի դիվային ներգործությունը ողջ Ռուսաստանի վրայից, ու ողջ Ռուսաստանի վրայից թող քանդվի իսլամական ոգու ուժն ու ազդեցությունը, կոմունիստական ոգու ուժն ու ազդեցությունը, ամեն բան բարձրացած Աստծու կամքի դեմ Ռուսաստանի տարածքում թող ջախջախվի Սուրբ Հոգու զորության մեջ։ Հայր քո փառավոր հաղթանակը ողջ Ռուսաստանի վրա, ամեն բան ինչ որ բարձրացած է քո կամքի դեմ, թող պտտվի ու դառնա զորավոր մեծ արթնություն ողջ Ռուսաստանի վրա Հիսուսի զորավոր անունով։ Հայր քո փառավոր հաղթանակը ամբողջությամբ այդ տարածքի վրա, սատանայի վերջնական լիակատար պարտությունը ու վերջնական փոփոխությունը Ռուսաստանի տարածքում մթնոլորտի մեջ, որպեսզի բարձրանան քաղաքական այն ուժերը իշխանության, որոնք քո կամքը կկատարեն ու քո կամքի համաձայն երկիրը կմտցնեն քո տեսիլքի մեջ, ինչի համար, որ Ռուսաստանը կանչված ու որոշված է վերջին օրերում զորավոր մեծ արթնություն ունենալու համար։ Հայր ես շնորհակալ եմ ու օրհնում եմ բոլոր հայ միսիոներներին, որոնք այսքան ժամանակ Ռուսաստանի տարածքում իրականացրել են քո ծրագիրը, կատարելով քո կամքը, բերելով զորավոր մեծ օրհնություն դարեր ի վեր Ռուսաստանի վրա։ Փառավորիր քո ժողովրդին ու քո փառքը հայտնապես ցույց տուր, որ քո ժողովրդի վրա է, քո հայ ժողովրդի վրա է, որ Ռուսաստանի տարածքում եղել է Ռուսաստանի օրհնությունը։ Հայր, ամեն բան քո վերահսկողության մեջ է, քո գերբնական պաշտպանության մեջ լինի ամեն բան։
Հալելույա Իսուս ջան, հալելույա Իսուս ջան։ Ռուսաստանում թող գա հասկացողություն, ղեկավար ուժերի մեջ, որ գիտակցեն հայի դերն ու նշանակությունը, որ միշտ ունեցել են իրանց երկրում, թող հիշեն հայի ներդրումը, որ միշտ եղել է իրանց երկրի համար ու տարել է բարգավաճման, թող գիտակցեն ինչ վտանգավոր ծրագիր են մշակել հային Ռուսաստանից հանելու իրանց դիվային ծրագիրը իրականացնելով, թող գիտակցեն, որ դա հենց իրանց կործանումը դա կարա լինի, եթե իրանք իրանց նենգ ծրագրերից հետ չկանգնեն։ Հայը միշտ եղել է բոլորի օրհնությունը որտեղ էլ որ եղել է, որովհետև Աստված մեր հետ է եղել, ու թող բոլորը գիտակցեն հայի դերն ու նշանակությունը իրանց կյանքում։ Օրհնում եմ քեզ, հայ ժողովուրդ, երկրի որ ծայրում էլ որ կաս, Տիրոջ զորությունը քո վրա, Տիրոջ օծությունը քո վրա, Տիրոջ շնորհքը քո վրա, որ միշտ դառնաս օրհնություն քո շրջապատի համար, որտեղ էլ որ կաս, ու Տիրոջ գերբնական պաշտպանությունը միշտ քո վրա լինի, ու Տիրոջ օրհնությունները Հիսուս Քրիստոսի հարստության ճոխության չափով միշտ քո վրա լինեն։ Իմաստնությունդ առաջնորդի քեզ, որպեսզի միշտ կատարես Աստծու կամքը ու լինես օրհնություն և քո համար, և քո շրջապատի համար Հիսուսի անունով։ Հայր, բոլոր այն մարդիկ, ովքեր որ նախատեսված են, որ պետք է վերադառնան Հայաստան ու իրանց ուժը, կարողությունը, խելքը ներդնեն Հայաստանի համար, իրանց համար բաց դռներ լինեն, հեշտ դռներ լինեն անփորձանք հայրենիք վերադառնալու ու իրանց պոտենցիալը Հայաստանի մեջ ներդնելու, Հայաստանը բարգավաճման մեջ տանելու համար Հիսուսի անունով։ Հալելույա Իսուս ջան, փառք քեզ ամենակարող Աստված, շնորհակալ եմ քո կատարյալ կամքի համար, որ ունես ամեն մեկի վրա, քո գերբնական պաշտպանությունը ամեն հայի վրա, ամեն հայի ընտանիքի վրա, Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այս ամեն ինչ որ կար սրտումս, կիսվեցի ձեր հետ, աղոթքը չնախատեսված ձևով գնաց այնց, ոնց չէ երբ պլանավոր է, ու փառք Աստծո Սուրբ Հոգու համար, թող Աստված իր զորությամբ ներգործի ամեն իրավիճակի վրա ու բերի Աստծու կամքի համաձայն փառավոր հաղթանակը ամեն մեկիս կյանքում Հիսուսի անունով, ամեն, ամեն, մնացեք Տիրոջ օրհնության ու պաշտպանության մեջ Հավիտյանս Հավիտենից, ամեն։